Սահմանազատում, հրադադար, անվտանգություն, սահմանային կրակոցներ։ Այս թեմաներն առավել շատ քննարկվում են սահմանամերձ Տավուշում։ Ընդ որում առավել հաճախ քննարկվում են թեմայի հետ առնչվող տարբեր նարատիվներ։ Ապա տեղեկատվությունը հիմա ավելի շատ է, ինձ թվում է, քանի որ կուսակցություններն են շատացել ու մեկը մյուսի հետ անընդհատ փորձում է մեկը մյուսից առաջ անցնել, այդ իսկ պատճառով մեկը մյուսին փորձում է վարկաբեկել ու նարատիվը հենց ինչումն է կանում, որ օրինակ իշխանությունը կամ ընդդիմադիրները մեկը մյուսի դեմ են ու երկուսն էլ փորձում են մարդկանց էմոցիաների վրա ազդեն։ Շատ են նաև արհեստական բանականությամբ կազմված տեքստերը, նկարները, որոնք մարդկանց շատ ուժեղ մանիպուլյացիայի են ենթարկում, մարդիկ վախենում են, որովհետև հենց նկարն էլ ինքը կարող է ուղիղ իմաստով ազդել քո էմոցիաների վրա։ Կանաչ խորհուրդների դաշնություն էկոակտիվիստական ցանցի անդամ Զորականի բնակիչ Նինա Մարտիրոսյանի խոսքով մարդիկ ինչքան էլ չուզենան, այնուամենայնիվ հաճախ են ենթարկվում տարածվող նարատիվների ազդեցությանը, հատկապես որ թեմայի նկատմամբ հատուկ զգայունություն կա։ Վերջերս նարատիվներ են տարածվել, թե իբրև ներքին եւ վերին գյուղերը այժմյան հաղթանակ եւ Զորական հանձնվելու է Ադրբեջանին։ Զորականի բնակիչ Գևորգ Մարտիրոսյանի խոսքով նախընտրական շրջանում քաղաքական տարբեր ուժերի կողմից տարածվող նարատիվները որևէ ազդեցություն չեն ունենալու մարդկանց կամ արտահայտման վրա, ասում է վերջին 30 տարում շատ անգամ են խոստումներ լսել, շատ անգամ էլ հիասթափվել։ 38 տարի մենք ստեղ ենք, 38 տարում առնվազն 10 հետ ընտրություն է եղել, որը խաբել է ժողովրդին, որին չենք վստահել, որին վստահել ենք ոչ մի արդյունքի չենք հասել։ Հիմա չեն կարող այդ դարը վերջացել է։ Նորից եմ ասում, կներեք, ամեն մարդի խելք իր գլխումն է, ամեն մարդու գլուխ էլ իր ուսերին է։ Նրան էլ ոչ կաշառքով կարան հեղափոխեն, ոչ վախեցնելով, ոչ ինչ որ ուրիշ ճնշում գործադրել։ Մարդիկ ազատ ընտրություն, ամը կգնալու են իրանց ընտրյալին ընտրեն։ Նինա Մարտիրոսյանն ասում է, համայնքային տարբեր հանդիպումների արդյունքում եկել է այն եզրակացության, որ մարդիկ միշտ չէ, որ սոցիալական հարթակներում հանդիպող լուրերին վերաբերվում են քննադատորեն։ Քանի համայնք, որ այցելել ենք, մի երկու համայնքում է, որ իսկապես երիտասարդները տիրապետում էին գործիքներին, գիտեին կայքերի անունները միջև մեր ասելը, որ կայքից օգտվեն, թե հենց մեդիա դաշտում, թե օրինակ, որ արհեստական բանականությունը ինչպես տարբերեն, որ կայքերով հասկանան, որ դա այդ նկարը պատրաստված է արհեստական բանականության կողմից, բայց կան գյուղեր, որ ցավոք սրտի չգիտեմ ինչումն է կայանում խնդիրը, բայց տեղեկացված չեն ընդհանրապես։ Չեն կարողանում անգամ տարբերել արհեստական բանականությամբ պատրաստված ինչ-որ նկարը, ինչ-որ կոնտենտը իրականից։ Բնակիչների հետ հանդիպումների ժամանակ արձանագրել է նույն երևույթի նկատմամբ մարդիկ խիստ տարբեր կարծիք ու վերաբերմունք ունեն, բայց չնայած այս ամենին պատրաստ են երկխոսելու։ Անգամ եղել է, որ հետագայում հետադարձ կապ ենք ունեցել ու իրենք զանգել նարատիվներով են կիսվել իրենց գյուղերում կատարվող, դա եւս շատ գովելի է, որ ուզում են միասնական լինենք ու եթե ինչ-որ խնդիր կա, բոլորով պայքարենք դրա շուրջ։ Քաղաքացու ձայնը Տավուշի մարզի Նոյեմբերյան համայնքից։